Ոստիկաններն այսօր թույլ չտվեցին մի խումբ քաղաքացիների շղթայված մնալ հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման։ Նրանք ուժով Նոր Հայաստան շարժման ու հայ կանանց ճակատի անդամներին հեռացրեցին Մաշտոցի պողոտայից։ Բերման ենթարկվեց 14 հոգի։ Ոստիկանական գործողությունների արդյունքում ակցիայի մասնակից Ռուզաննա Եղնուկյանը ստացավ գլխի բաց վնասվածք։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ըստ ոստիկանության Ռուզաննա Եղնուկյանը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում։ Ականատեսները, ինչպես նաև Ռուզաննան հայտնել են, թե իրեն հարվածել է ոստիկաններից մեկը։ Ըստ հիվանդի հայտարարության ենթարկվել է ծեծի, ներկայումս հետազոտման մեջ է, նախնական տվյալներով տրավմատիկ լուրջ ախտարումներ չենք հայտնաբերել, ունենք ճակատի շրջանում փափուկսվածքների փոքր սալջարներ։ Վերք առաջնային վիրաբուժական մշակման է ենթարկվել, դրվել են հանգուցակար։ Ռենտգեն հետազոտությունների արդյունքներում կոտրվածքներ չկան։ Ռուզաննա Եղնուկյանն ի վիճակի չէր ոչ միայն լրագրողների, այլև ամուսնու հետ զրուցել։ Ասացի, որ այստեղ եմ, գլխով ձեռքով հասկացրեց, որ հասկացա, բայց աչքերը չի բացում եւ չի խոսում։ Կարո Եղնուկյանը նույնպես բերման էր ենթարկվել Մաշտոցի պողոտայից, բայց մինչև այդ ականատես է եղել, թե ինչպես է կինը հայտնվել ոստիկանական շղթայում։ Ես այդ ոստիկաններին հաջողվեցի հրել, բայց չհաջողվեցի կնոջս ոտքի կանգնացնել, որտեղ երբ փորձում էին ոտքի կանգնացնել, այդ ժամանակ իմ ձեռքերս ոլորեցին եւ ավտոմեքենան, որ այնտեղ էր ոստիկանական, գցեցին ավտոմեքենայի մեջ։ Ինձ բացահայտ է, որ դա հարված է եղել, որտեղ նա գետնին էր, նա երբեք գետնից չէր բարձրացել վերև։ Ավելի ուշ բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին։